Успех построен на любви. Лебо Голд. Շիրակավյա, հարմարավետություն, հուսալիություն և ջերմ մթնոլորտ յուրաքանչյուր չվերթի ժամանակ։ Բարձրակարգ և հատընտիր ձավարեղեն Մարանի գից, որը անկրկնելի կդարձնի ցանկացած ճաշատեսակ, փոխանցելով դրան յուրահատուկ համ, դառնալով անփոխարինելի բաղադրիչ ձեր խոհանոցում։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Мараник. Я не сладкий совсем, я созрел для решений. Притворяться устал от таких отношений. Натуральный во всем, и таким будет ужин. Я добавлю его, он для этого нужен. Кетч, 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 кетч. Женщина, слушай, мужику нужен настоящий ужин. Лебо. Экзотика Америки. Дыхание Африки. Магия Азии. Кофе из лучших кофейных регионов мира. Лебо. Кофе 3 континентов. Բարև ձեզ։ Ողջույն եթերի։ Ձեզ այցելել են Դավիթը եւ Վահանը, քաղցած չէին սպասում հաղորդման շրջանակներում։ Շատ հաճելի է, համեցեք, ես ձեզ սպասում էի։ Ինչպես եք, ինչպես է տրամադրությունը։ Լավ, շնորհակալություն։ Լավ եք արթնացել։ Այո, իհարկե։ Տրամադրությունը այսինքն լավ է, ամեն բան հրաշալի է։ Դե, ինչպես եք, ինչպես է անցնում ձեր առօրյան։ Շատ լավ։ Ինչպես միշտ 3 երեխաների մայր եմ, դրա համար առօրյան հիմնականում լցված է երեխաներով։ Ցանկանում եմ տեղեկացնել, որ մեր ուղևորության հարցը հոգացել է Շիրակ ավիաընկերությունը եւ ես տեղյակ եմ, որ դուք տարվա մեջ 2-ից 3 անգամ այցելում եք Հայաստան, այնպես որ կարող եք օգտվել Շիրակ ավիաընկերության ծառայություններից, որովհետեւ նրանք առաջարկում են կանոնավոր չվերթեր Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքներ։ Մանրամասների համար կարող եք մուտք գործել Շիրակ ավիակետեմ եւ ծանոթանալ բոլոր պայմաններին։ Սա կապված մեր գործընկերոջ հետ, իսկ հիմա կխնդրեմ արդեն պատմեք ձեր գործունեության մասին։ Ես մասնագիտությամբ ատամնաբույժ եմ, 5 տարի աշխատել եմ, հետո որ արդեն երեխաներս ծնվեցին, չէի կարողանա դուրս գալ իմ աշխատանքին ու սկսեցի բլոգ վարել, իմիջայլոց այսօր ուղիղ 9 տարի է, որ ես բլոգ եմ վարում։ Օ, շնորհավորում եմ ձեզ, այս հոբելյանական չէ իհարկե, բայց հաջորդ տարի կլինի հոբելյանական տարին, 10 տարին կլրանա, ինչպիսին են հաջողությունները։ Շատ լավ, ես հենց առաջի օրվանից ինչ-որ միտք չի եղել բլոգ ստեղծել որպես կոմերցիոն պրոյեկտ, ես արել եմ для души, սենց ասած, դրա համար իմ մոտ շատ լավ առաջ գնաց է այդ գործը, ես հավաքել էի 1.5 միլիոն հետևորդ, հետո Instagram-ը 3 տարի առաջ փակեց էջս ու չստացվեց վերականգնել, դրա համար հիմա նոր եմ սկսել, այսօրվա դրությամբ ունեմ 409,000 հետևորդ, ես հետևել եմ ձեր էջին, գիտեմ։ Իսկ սկզբանե սկսել եք հենց food blog-ից, թե այլ բլոգ էիք վարում, այնուհետև հասկացաք։ Չէ, ես փոքրուց 12 տարեկանից սիրել եմ պատրաստել, ես միշտ երազել էի, որ խոհարար դառնամ, ուղղակի, քանի որ մեր ազգի մեջ ոչ մեկը խոհարար չէր ու բոլորը բարձրագույն կրթությունով էին, պապաս ասեց հնարավոր չի ոչ մի խոհարար, ոչ մի կուլինարնի տեխնիկում չի կարելի, միայն բարձրագույն կրթություն։ Բայց միշտ ես երազում էի, որ կամ խոհարար դառնամ, կամ հրուշակագործ դառնամ, ու դրա համար, որ արդեն դեկրետում է երեխաների հետ ուրիշ բան չէի կարողանում անեի, որոշեցի, որ ես միշտ պատրաստել եմ ուտելիքը ու այն ժամանակները, որ պալարոիդները կային, ամեն ընտանիքի անդամին մի կադր էր հասնում, ես այդ ժամանակ այդ կադրը օգտագործում էի իմ թխած թխվածքը նկարելու համար։ Ու տենց նկարները ունեի, սկզբից одноклассникում էր ալբոմ էր, Մայա Իդա կոչվում էր, հետո որ իմացա Instagram-ի մասին, որոշեցի ուղղակի Instagram-ում տեղադրեմ այդ նկարները, ու տենց կամաց-կամաց սկսեցին գրել, կարելի է ռեցեպտը գրել, հետո արդեն ասեցին կարելի է ինչ-որ ձև գոնե վիդեո նկարել, որ հասկանալի լինի ավելի, ու ոնց որ այդ դարավ աշխատանք։
Որ երկրի խոհանոցներին եք հիմնականում անդրադառնում։ В принципе, տարբերություն չկա, բոլոր երկրներն են, բայց սկզբանից ես սկսել եմ հայկական խոհանոցով, հայկական թխվածքներով, ու այն ժամանակ շատ քիչ էին խոհարարական բլոգները, հայերի մեջը շատ քիչ մարդիկ կային, ընդհանրապես ռուսախոս աուդիտորիայում է շատ քիչ բլոգերներ կային, ու այն ժամանակ ես հայկական սփռոցները նախշերով առել էի, քանի որ չէի ուզում ստալեշնիցա սերևա, միշտ ծածկում էի այդ սփռոցով, ու այդ սփռոցի վրա էի պատրաստում, ու ոնց որ այդ դարավ իմ ես դրանով տարբերվեցի բոլորից, ու արդեն այդ սփռոցը տեսնելով բոլոր հայերը գիտեին, որ ես հայ եմ, ու բան էին անում, պատպիսывались, как գրանցվում էին ձեր էջը։ Դուք ավելի շատ ներկայացնում եք այն ամենը, ինչը որ հարազատ է ռուսներին, հայերին, թե առհասարակ ամբողջ աշխարհին։ Ես ճիշտն ասած հոգով սրտով ամեն ինչով հայ եմ, նույնիսկ ակցենտով, եթե ռուսերեն խոսամ կհասկանաք, ու հենց իմ էջում տենց է գրած, որ многодетная мама с армянским акцентом и душой, ու ես հենց առաջի օրվանից ուզեցել եմ հայի անունը բարձր պահեմ, թե որպես մայր, թե որպես կին, թե որպես հայ ընդհանրապես մարդ, թե որպես հայ խոհարար, ամեն ինչով, դրա համար իմ մոտ հիմնականում հայի կերպարն է։ Ավելի շատ հետևում են ձեզ ռուսներ, թե հայեր։ Ռուսներ էլ կան, բայց երևի որ չխաբեմ 90%-ը դա Ռուսաստանում եւ արտասահմանում բնակվող հայերն են։ Ատամնաբուժության մասին այլևս չեք մտածում, որովհետեւ ամեն դեպքում եկամտաբերը բլոգը, թե ինչ որ պահից սկսած կվերադառնաք։ Չէ, եկամտաբերը բլոգը, բայց բացի դրանից ես ավելի մեծ սիրով եմ անում բլոգերությունը, ասենց ասած, ես շատ եմ սիրում իմ աուդիտորիային, շատ եմ սիրում իրանց հետ շփվել, շատ եմ սիրում պատրաստել, իմ համար շատ կարևոր է, որ ես ամեն օր ինչ-որ մի բան պատրաստեմ, ես ինձ տենց ավելի կենթանի եմ զգում ու շփումը մարդկանց հետ ինձ ավելի շատ է թևավորում, դրա համար իմ գործի մասին չեմ ճիշտ ասած մտածում։ Քանի տարի է, որ գտնվում եք Ռուսաստանի Դաշնությունում։ 24 տարի կլինի օգոստոսի 21-ին։ Հետաքրքիր է։ Եվ 24 տարվա մեջ հասցրեցիք ամուսնանալ, երեխաներ ունենալ հենց Ռուսաստանում, ճիշտ է։ Իհարկե։ Ձեր ամուսինը ով է, հայ է, թե Ռուսաստանից է։ Ուրիշ տարբերակ չի եղել։ Մեր ընտանիքում ընդունված է եղել, որ եթե զույգ միայն հայ։ Ու ցանկալի է մեր արմատներով ջավախքի։ Եվ ստացվեց, ջավախեցի է ձեր ամուսինը։ Կիսա ջավախցի, կիսա գյումրեցի։ Որտեղ է իդեպ ձեր ամուսինը այս պահին։ Աշխատանքի։ Իսկ երեխաները։ Դպրոցում։ Պարզ է։ Կվերադառնան եւ համեղ կսնվեն այսօր, կարծում եմ, ճիշտ է։ Իհարկե, իրանք ամեն օր են համեղ սնվում։ Գրավեց նրանց այն ամենը, ինչով որ դուք զբաղվում եք, թե սկզբնական շրջանում ամեն դեպքում կային տարաձայնություններ, չէին ողջունում այն ամեն ինչով որ դուք զբաղվում եք, թե միանգամից ունեցել եք այդ աջակցությունը։ Սկզբնական շրջանում ամուսինս շատ դեմ էր, որովհետև ինքը համարում է, որ ես կարևոր գործ չեմ անում, այդ ոչ մեկին պետք չի։ Ու ես ամեն անգամ ամաչում էի, նույնիսկ իր մոտ նկարահանեի, ինչ որ ստորիներ նկարեի, հետո կամաց արդեն որ հետևորդներից քանակը շատացավ, ինքը տեսավ ոնց են ոգևորվում, հետո որ ինչ որ միտեղ դուրս էին գալիս, արդեն ճանաչում էին, մոտենում էին, ասում էին ինչքան են սիրում, հարգում, ոնց որ ինքը ավելի տաքացավ ու սկսեց արդեն համաձայնվել այդ ամեն ինչին, որ ճիշտ է, ես ճիշտ ընտրություն եմ կատարել ու եթե ես սրտանց անում եմ, ուրեմն պետքա поддержка անել։ Սատարել։ Ահա։ Հիմա ինչպես հասկանում եմ, նա նույնպես զբաղվում է այն ամենով, ինչով որ դուք եք զբաղվում, բավականին շատ մասնակցություններ տեսա նրա կողմից ձեր վիդեոներում։ Բայց դուք ասել եք, դուք Ես չէի հետևում ձեր էջին, բայց նկատեցի, որ նա կա ձեր էջում բավականին շատ։ Հա, հիմա ինքը կա, ինքը շինարար է մասնագիտությունով ու ինքն էլ է 2001 թվականից Մոսկվայում, ու այսքան տարի, որ մենք 12 տարի ամուսնացած ենք, ես իրան ասում էի, որ արի Instagram բացենք, որովհետև բոլոր լիչնի բրենդների համար շատ կարևոր է Instagram-ում նաև էջ ունենալ, ու ինքը կատեգորիկ դեմ էր, բայց մի տարի առաջ ես իրան համոզել եմ, հիմա ինքը իր շինարարական բլոգն ա վարում, հենց իր մասնագիտության եւ իր բիզնեսի մասին։ Ամեն դեպքում անդրադառնանք հաղորդմանը, մենք քաղցած ենք բավականին, որովհետև արդեն կարող ենք լինել քաղցած այն ժամն է, որովհետև մենք չենք նախաճաշում։ Ինչ եք այսօր մեզ համար պատրաստելու։ Այսօր ուզում եմ պատրաստեմ իմ ամենասիրած գարնանային
ճաշը ձկով խաշլամա, դորադա ձկով խաշլամա, իսկականից իշխանով եմ պատրաստում, բայց այսօր իշխան չճարեցի, դրա համար դորադայով կլինի։ Այսինքն դորադոն նախորոք գնել եք։ Դորադոն նախորոք այո գնաց է։ Բայց ամեն դեպքում կան այլ մթերքներ, որոնք պետք է գնենք, ճիշտ է։ Իհարկե բանջարեղենները։ Բանջարեղեններ պետք է գնենք։ Սա ձեր ընտանիքի սիրված ուտեստներից է, թե այսօր իմպրովիզ է լինելու մեզ համար։ Ճիշտն ասած, մենք բոլորս շատ ենք սիրում համով ուտել, դրա համար մեր ընտանիքում բոլոր ուտելիքներն է շատ սիրված են, դրա համար ես որոշեցի ուղղակի սարքեմ պատրաստեմ ինչ-որ մի բան, որը որ համարակ կլինի, համ համեղ, համ սննդարար։ Ու ես առողջ եմ սնվում, դրա համար այդ ճաշատեսակը ավելի շատ էր հարմար։ Կհիշեք առաջին ուտեստը, որը որ դուք նկարեցիք եւ տեղադրեցիք համացանցում։ Առաջինը ուտեստ չէր, ապրիլի 25-ին իմ ամուսնու ծնունդն է ու ես սարքել էի մաստիկայով թագավորի թագ ու տորթ էի թխեմեց իր 35-ամյակներ ու մենք պետքա նշայինք ռեստորանում ու ես այդ թագի նկարն էի տեղադրել։ Առաջինը դա էր։ Պարզ է։ Գնումներ ունենք կատարելու, առաջարկում եմ այս պահին դադարեցնել նկարահանումը եւ այն շարունակել արդեն, երբ կտեղափոխվենք դեպի գնումներ կատարելու։ Համաձայն եք։ Այո։ Շնորհակալություն։ Հիմա երեխաները կգան, տենց այսօր համով էլի բաներ կուտեն։ Ձուկ չեն ուտում, բայց չեն ուտում, բա ուրիշ բան կարելի էր մտածել, որ երեխեքն էլ ուտեին ամեն դեպքում։ Իմ երեխեքը в принципе ամեն ինչ է ուտում են, ամեն օր է ուտում են, դրա համար ես այսօր իրանց համար չեմ պատրաստվել։ Իսկ երեխեքի վերաբերմունքը ոնց է այդ ամեն ինչին։ Դե փոքր ժամանակ իրանք ես տղայովս հղի էի, որ սկսել եմ բլոգը, ինքը ծնվել է ու ինքը այդ ամենի մեջ ա եղել արդեն։ Աղջիկները փոքր ժամանակ չէին հասկանում ընդհանրապես, հետո որ արդեն սկսեցին հասկանալ ու տեսան, որ մաման ամբողջ օրը տունն է, բայց իրանց այդքան ժամանակ չի տրամադրում, որտեղ մաման միշտ ասում է հեռախոսի մեջ աշխատում եմ, ինչ որ պերիոդ կար, որ իրանք ոչ թե դեմ էին, շատ էին նեղում, ասում էին դու տանն ես, բայց մեր հետ չես խաղում, դու ասում ես ժամանակ չունեմ, բայց հիմա իրանք շատ են սիրում, հակառակ մեծ հաճույքով մեկ-մեկ որ ինչ որ նկարահանելու բաներ ա լինում, հետս օգնում են, հա։ Դե գնանք առևտուր անելու։ Արդեն գտնվում ենք ձեր բակում էթերի եւ պետք է խոստովանել, որ ահռելի բնակարանային համալիր է։ Այս մեկ շենքում կարծում եմ մոտավորապես 2000-ից ավելի մարդիկ են, չէ՞, ապրում, եթե չեմ սխալվում։ Որքան ժամանակ է, որ այս շենքում եք բնակվում։ Արդեն 10 տարի է։ 10 տարի ապրում եք այս շենքում։ Բնակարանը ձերն է, թե վարձով է։ Մեր բնակարանն է։ Երեխաները օգտվում են այս բակային բարիքներից, թե ոչ։ Հիմնականում չէ, ճիշտ ասած, որովհետև իմ երեխաները ավելի հայասեր են ու հայատ տենց դուրս չեն գալիս երեխաների հետ խաղալ, իրանց հիմնական ընկերները դա հայերն են, տվյալ դեպքում նաև մեր հարևան հայերը, բայց իրար տուն գնալով ենք ավելի շատ շփվում ու խաղում։ Երեխաները գեր ժամանակակից երեխաները նախընտրում են ամեն դեպքում հեռախոսներ եւ պլանշետներ։ Իմ երեխաները հեռախոս ու պլանշետ չունեն, իրանք հրաշալի է եւ գովելի։ Մենակ պարապում են հայերեն պլանշետով ու վсё։ Հարևանները բացի ձեր դրկից հարևաններից կան էլի հայեր այստեղ, թե։ Իհարկե, մեր շենքում մոտավորապես 20 ընտանիք կա, որոնց հետ 10-ի հետ շատ մտերիմ ենք։ Հարևանություն անելը ամեն դեպքում լրիվ հայավարի։ Պետք է գնանք խանութ այս պահին։ Այո։ Որ կողմում է գտնվում։ Այս կողմ։ Դե, գնացինք։ Ոտքով են գնալու, թե մեքենայով։ Ոտքով։ Մեքենա չեք վարում։ Վարում եմ։ Իսկ որտեղ է մեքենան։ Պարկովկայում է։ Հասկացա։ Մոտ է խանութը, դրա համար գնում ենք ոտքով, ճիշտ է։ Այո։ Եթե այլ բան չունենք մենք այս պահին մեր հեռուստադիտողներին ցուցադրելու եւ դրա մասին խոսելու, ես առաջարկում եմ արդեն հանդիպել խանութի մուտքի դիմաց։ Համաձայն եք։ Համաձայն եմ։ Շնորհակալություն։ Մենք արդեն խանութի մուտքի դիմաց ենք եւ եթե մենք երթևեկ էինք մեքենայով ու լինեինք նկարահանումներով Հայաստանում, ապա ձեզ կտայի այս հարցը, բայց քանի որ իմացա, որ դուք շատ հաճախ եք լինում Հայաստանում, հետեւաբար հարցը դեռ ակտուալ է։ Ինչը կփոխեիք Հայաստանում, որպեսզի մարդկանց կյանքը մի փոքր ավելի լավը դառնար։ Ճիշտ ասած, շատ բարդ հարց է, մանավանդ որ պատրաստված չէի, որ մտածեմ այդ մասին։ Եվ
Մարդկանց կյանքում ինչ կփոխեի։ Այո։ Առհասարակ Հայաստանում ինչը կփոխեք, որպեսզի մարդկանց կյանքը ավելի լավը դառնար։ Ինձ թվում է ամենակարևորը կարգ ու կանոնը, որը որ ինձ կոնկրետ Հայաստանում շատ չի հերիքում, որովհետև ամեն անգամ ինչ որ խնդիրների հետ ենք բախվում։ Ինչ կարգ ու կանոնի թղթաբանական հարցերով կամ օրենքի հարցով Հայաստանում ոնց որ մի ձև ամեն ինչ ընկերական, ախպերական, չկա ինչ որ կոնկրետ հասկացողություն, որ պետք է, դա իմ աշխատանքն է, ես պետք է անեմ, չկա դիսցիպլինա ըստ ինձ։ Ու ասենք, եթե ինչ-որ մի բան պայմանավորվել ես, պայմանավորված ժամին, ես ինչքան էլի որ ասենք հանդիպել եմ, պայմանավորված ժամին հիմնականում ոչ մեկ չի գալիս հանդիպման կամ սուրճ խմեմ հետո կգամ կամ ուշանում են, իսկ Մոսկվայում ասենք տենց բան չկա, եթե դու պայմանավորվել ես, դու գիտես որ կոնկրետ ժամին դու գնում ես, դու քո հարցերը լուծում ես, ոչ մեկ չի ասի վաղը, մյուս օրը կամ կուշանամ եւ այլն։ Հուսամ մեր այցելությունից դժգոհություններ չունեք, որովհետև մենք եկանք ես ժամին նայում էի։ Դե գնանք արդեն գնումներ կատարելու։ Բայց ասեմ դες պատրաստ էի որ կուշանաք։ Իրոք։ Ոչ, մենք գերպունկտուալ ենք այդ հարցում։ Ինչ ունենք գնելու։ Մենք պետք է վերցնենք վարունգ, պոմիդոր, կանաչի թարմ, սոխ, Здравствуйте։ Ասացիք պետք է գնենք լոլիկ, պետք է գնենք վարունգ։ Ահա, բուլղարական պղպեղ։ Եվ կանաչի։ Կանաչի եւ սոխ։ Որտեղից է գալիս այս մթերքը, ինչ եք կարծում։ Այս մթերքը հիմնական լոլիկները Դաղստանինն է, տեղական կարելի ասել։ Հարևան պետությունից չի գալիս, հուսամ մեր հարևան։ Հարևան պետությունից Մոսկվա շատ մթերք է գալիս, բայց ես հարևան պետության մթերքից չեմ օգտվում։ Հրաշալի է, շնորհակալություն, կեցեք, այլ խոսքեր չունեմ ասելու, իրոք հիանում եմ այդ ամենով։ Որքան է անհրաժեշտ, մոտավորապես 1 կիլոգրամ։ Այո։ Վարունգ եւ կանաչի բուլղարական պղպեղ, ճիշտ է։ Վարունգ։ Բուլղարական պղպեղ։ Բուլղարական պղպեղ։ Խանութը ասացիք հայերին է պատկանում։ Խանութը ռուսներին է, ուղղակի վաճառողը ազգությամբ վրացի է, բայց իր ամուսինը հայ է։ Պարզ է։ Դե մենք արդեն կհանդիպենք, կարծում եմ, դրամարկղի մոտ։ Համաձայն եք։ Այո։ Շնորհակալություն։ Всё. Так, հիմա պետք է ինքը հաշվի, գումարը ասի, ու всё։ Այո։ Իսկ պետք է ցույց տամ, որ ես վճարում եմ։ Այդտեղ արդեն չեմ ասի։ Որքան է կազմում մեր ընդհանուր գնումների հանրագումարը։ Հեսա կհաշվենք։ Հաճախ օգտվում եք այս խանութից։ Ամեն օր համարյա։ Հարմար է, կարողանում եք։ Որպեսզի շուկա չհասնեմ, այս խանութը փրկություն է, որովհետև միշտ լավ որակի ապրանք է ու մոտ։ Եվ այսպես որքան է կազմում ընդհանուր հանրագումարը գնումների։ Խնդրում եմ չշտապել վճարելիս։ А сколько стоит? 1190. Я сейчас оплачу. Որքան? 1190 ռուբլի։ 1190 ռուբլի կազմում է ձեր գնումների ընդհանուր հանրագումարը եւ առաջարկում եմ մենք վճարենք ձեր փոխարեն։ Ինձ թվում է իմանալով, որ մենք հայեր ենք, մի քիչ ամոթ է առաջարկելը վճարել, որովհետև մենք всё-таки հայեր ենք, ուրիշ ազգ չենք։ Որոշեցիք մեզ հյուրասիրել։ Իհարկե։ Շնորհակալություն, դե խնդրեմ, կարող եք վճարել։ Բարկոդը։ Իդեպ այստեղ վճարումների հետ կապված բավականին շատ խնդիրներ ենք ունենում, որովհետև բավականին շատ քարտեր չեն կարողանում աշխատել ռուսական համակարգերի հետ։ Դուք չունեք այդպիսի խնդիր։ Չէ, ճիշտ ասած, ես համ ռուսական քարտերով եմ օգտվում, համ հայկական ու ոչ մի խնդիր չունեմ։ Ուրեմն մեզ կսովորեցնեք, թե ինչպես օգտվել, որովհետև դեռևս ոչ մի անհապում վճարում չենք կարողացել կատարել։ Վերջ։ Վերջ։ Շնորհակալություն։ Ձեզ նույնպես շնորհակալություն։ Թույլ տվեք օգնել ձեզ։ Կհանդիպենք ձեր խոհանոցում։
Slabodան ռուսական լավագույն սնունդ արտադրողներից է, որն իր արտադրանքի համար ընտրում է միայն թարմ եւ բնական բաղադրիչներ։ Slabada մայոնեզն ունի ընդգծված նուրբ համ, ուստի այն կարելի է օգտագործել տարբեր աղցաններ պատրաստելիս։ Ցանկացած աղցան Slabada մայոնեզով կդառնա նուրբ եւ համեղ։ Slabada բուսայուղերն ունեն հաճելի համ եւ բույր, տապակելիս չեն փոխում սննդի համը, օգտակար են ինչպես տաք, այնպես էլ սառը օգտագործման դեպքում։ Ըստ Ռոսկաչեստվո 20 թվականի հետազոտության արդյունքների, Slabada արևածաղկի ձեթը ստացել է 5 աստղ եւ մուտք գործել բարձր կարգի ձեթերի կատեգորիա։ Շատ որակով ապրանքանիշ է, խորհուրդ եմ տալիս միշտ օգտվել։ Համեղ ճաշատեսակներ պատրաստելու գաղտնիքներից մեկը համեղ բաղադրիչներն են։ Օրինակ նպարեղենը, ալյուրը եւ իհարկե համեմունքները։ Իսկ եթե դրանք փաթեթավորված են գեղեցիկ, մաքուր եւ տեսականին շատ, ապա պատրաստման ընթացքը դառնում է կրկնակի հաճելի։ Մառանիկ ընկերությունը սպառողին է ներկայացնում ձավարեղենի եւ համեմունքների ինչպես ավանդական, այնպես էլ հազվագյուտ եւ հարուստ տեսականին։ Ինչպես նաև նորույթ, ապակե փաթեթավորմամբ կարմիր աղացած կծու պղպեղ, կարմիր աղացած քաղցր պղպեղ, սև աղացած պղպեղ եւ սև հատիկավոր պղպեղ շատ հարմար տարայով, որը հնարավոր է աղալ ցանկացած կերակրատեսակի վրա։ Մոտ 30 տարի հայկական շուկայում է, շատ որակով է, իսկ ամենակարևորը շատ համեղ։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, մառանիկ։ Ներկայացնեմ Lebo սուրճի աղացած տեսականին, որը մշակվում եւ աղացվում է հատուկ տեխնոլոգիայով։ Հատիկավոր էսպրեսո սուրճի սիրահարները գնելիս ոչ միայն հաճելիորեն կզարմանան բավականին մատչելի գնով, այլ նաեւ համային եւ որակական բարձր հատկանիշներով։ Տորաբիկա ընկերությունն առաջարկում է 3-1-ում քրիմի լատե սուրճը, որն առանձնանում է քիմքին հաճելի ներփահամությամբ եւ անկրկնելի համով։ Coffee Joy թխվածքաբլիթը իր արտադրման տեխնոլոգիայի եւ հատուկ բաղադրիչների շնորհիվ ունի անկրկնելի բույր եւ համ։ Lebo սուրճ 3 աշխարհամասերից։ Եվ այսպես էթերի գտնվում ենք արդեն ձեր խոհանոցում, ձեր առջև դրված են բոլոր բաղադրիչները, ինչը որ պետք է տեղափոխենք կաթսայի մեջ, կխնդրեմ նշել այն ամենը, ինչը որ օգտագործելու ենք։ Մեր բաղադրատոմսի համար պետք է ձուկ, ցանկացած, տվյալ դեպքում դորադո ձուկ է, կարտոֆիլ, սոխ, կարակ, տոմատի մածուկ, կարմիր պղպեղ, սև պղպեղ, աղ, թարմ լոլիկ եւ թարմ կանաչիների տեսականի։ Հրաշալի է։ Կխնդրեմ մինչև հաղորդման ավարտ, այսինքն երբ մենք կանցնենք համտեսելուն, մտածել անուն ձեր պատրաստած ուտեստի համար, յուրահատուկ ինչ-որ անուն եւ տալ ինձ հանձնարարություն, ինչ պետք է անեմ ես, որովհետեւ իմ առջև նույնպես դրված են խոհարարական գործիքներ։ Եկեք, որպեսզի դուք պարապ չմնաք, դուք աղցանի համար պամիդոր վարունգը կտրատեք։ Սիրով տվեք ինձ այն ամենը, ինչը անհրաժեշտ է, հաղորդման աստվածները թույլ չեն տվել, որպեսզի ես ոտքի կանգնեմ, այդ իսկ պատճառով ես նստած եմ մնում եւ հայցնում եմ ձեր ներողամտությունը։ Ինչպես կտրատեմ։ Ոնց են ասում ասացվածքում, ով աշխատի նա կուտի։ Լսեցիր Դավիթ, լսեցիր, իմացար, դու չես ուտելու այսօր ոչինչ։ Ինչպես ենք կտրատում։ Ըստ ցանկության, ոնց Շատ բարի։ Դուք կտրատեք ոնց կուզեք, ես հետո ցույց կտամ իմ հետևորդներին, թե հայ տղամարդիկ ինչպեսի աղցան են պատրաստում։ Շատ բարի։ Դե դուք էլ կարող եք անցնել գործի եւ այս ընթացքում մենք եւ կզրուցենք եւ կգործենք։ Ասացիք, որ այլևս չեք զբաղվում ատամնաբուժությամբ, որովհետեւ ձեզ ավելի շատ դուր է գալիս զբաղվել բլոգով։ Բայց Աստված մի արասցե, օրերից մի օր որոշում են կասեցնել Instagram-ը ամբողջ Ռուսաստանի դաշնությունում։ Ինչով է զբաղվելու էթերին։ Էթերին ունի նաև Telegram։ Ինտերնետը անջատում են, Աստված մի արասցե, օրերից մի օր։ Ինչով է զբաղվելու էթերին։ Ինձ թվում է աշխատող մարդը միշտ կստեղծի իր համար աշխատանք, որպեսզի ապրի։ Իմ պապիկը ասում էր արհեստավոր մարդը մինչև ցերեկա սոված, ցերեկվանից հետո ինքը միշտ կուշտ փորով կարա մանգա, որտեվ կարա փող աշխատի։ Ես շատ լավ թխվածք եմ թխում, ես կարամ թխված թխեմ, վաճառեմ, ես կարամ, ասենք, քանի որ բժշկական բժիշկ եմ մասնագիտությամբ, ես կարամ կապելնիցաներ դրեմ, նույնիսկ դաժե եթե գյուղում հայտնվեմ, չգիտեմ, որտեղ է հայտնվեմ, ես 100% իմ զբաղմունքը կգտնեք։ Իմ զբաղմունքը ու իմ հացի փողը կաշխատեմ։ Բայց ինչու եք կատեգորիկ հրաժարվել ատամնաբուժի մասնագիտությունից, ինչն է պատճառը։ Եթե չեմ սխալվում, այստեղ բավականին հարգի մասնագիտություն է եւ պահանջված։ Ես ընդհանրապես շատ եմ սիրում իմ մասնագիտությունը, ուղղակի հիմա ինձ հետաքրքիր չի ինչ-որ մեկի մոտ գնամ աշխատեմ։ Եթե ես աշխատեմ, ես պետքա իմը բացեմ։ Քանի որ ես բացի բլոգից ունեմ նաև տարբեր պրոյեկտներ կոմերցիոն։
գումարի խնդիր չկա, դրա համար ես չեմ մտածում, որ Եթե գաղտնիք չէ, կնշեք ինչ կոմերցիոն պրոյեկտների մասին է խոսքը, եթե իհարկե գաղտնիք չէ, բայց կարող եք չբացել, եթե չեք ուզում։ Ուրեմն եկեք չբացենք։ Համոզեցիք, ոչ մի խնդիր։ Եթե տանջվում եք ձուկը կտրատելուց, ես կարող եմ ձեզ օգնել։ Վերջ, ավարտվեց ձկան կտրատումը։ Այո։ Էթերի իսկ ձեր ամուսինը ցանկություն չունի ձեզ վերադարձնելու դեպի ատամնաբուժության ոլորտը, ձեր ցանկությունները քննարկման ենթակա չեն, եւ նա հավատում է, որ դուք հիմա զբաղվում եք ամենաճիշտ գործով, ինչը որ ձեզ հոգեհարազատ է։ Չէ, ճիշտն ասած ինքը նույնիսկ չի փորձել, որովհետեւ հենց ծանոթության օրվանից մենք շատ ազատ ենք մեր ցանկությունների հանդեպ, դրա համար ինքը հարգում է հիմա իմ ընտրությունը ու գիտի, որ եթե ես ատամնաբուժություն վերադառնամ, ես չեմ կարա գնամ ուրիշի մոտ աշխատեմ, պետք է իմը բացեմ։ Իմը բացելու համար շատ մեծ գումարներ է պետք, շատ մեծ աշխատանքային ներդրում է պետք, ժամանակ է պետք, իսկ քանի որ ես 3 երեխա ունեմ, համ իմ համար, համ իմ ամուսնու համար առաջնահերթը, որ ես երեխաների կողքին լինեմ, ես ոչ մի օր բաց չթողնեմ իրանց մանկությունից։ Պարզ է։ Ասացիք, որ ձեր ամուսինը ունի սեփական շինարարական կազմակերպություն։ Ովքեր են նրա մոտ աշխատողները։ Իր մոտ 99%-ում աշխատում են հայերը, որոնք որ գալիս են Հայաստանից։ Հենց դրա համար իմ ամուսինը այսօր տունը չի գործի է գնացել, որովհետև ինքը համարում է, որ եթե ինքը տունը նստի, 200 ընտանիք Հայաստանում կարող են սոված մնալ։ Դրա համար ինքը իրավունք չունի հանգստանալու ավելորդ անգամ, ինքը պետք է աշխատի, որ գործ ստեղծի, որ իր հայրենակիցները աշխատեն եւ ընտանիք պահեն։ Դժգոհություններ չկան հայերի աշխատելավոճից։ Ոչ, իմ ամուսնու մոտ չկան, որովհետեւ իր մոտ հայավարի չի գործը, իր մոտ ամեն ինչը տեղը տեղին է ու բոլոր աշխատողները գիտեն ու բացի դրանից բոլոր աշխատողները շատ լավ են վարձատրվում, դրա համար իրանք շահագրգռված են, որ լավ աշխատեն, լավ վերաբերվեն գործին, որ ամեն տարի ապահովված գործ ունենան ու գան։ Երեխաները որ դպրոց են հաճախում, ռուսական թե հայկական։ Երեխաները հաճախում են ռուսական դպրոց, բայց մենք արդեն 5 տարի է գնում ենք հայկական անսամբլ պարի։ Աղջիկները սպառում են հայկական անսամբլում, տարբեր փառատոնների են մասնակցում, հաղթում են, Հայաստանն է ներկայացնում ու շատ ողջևորվում են դրանով, որ իրանք կարող են Ռուսաստանում ծնվելով, մեծանալով իրանց հայրենիքը ներկայացնեն տարբեր բեմերում։ Ավելորդ եմ համարում նույնիսկ հարցնել, վստահ եմ, որ նրանք խոսում են հայերեն, ճիշտ է։ Մինչև 4 տարեկան աղջիկներս խոսում էին միայն հայերեն, հետո որ գնացին մանկապարտեզ, կամած արդեն ռուսերենի անցան, ռուսերեն առաջ եկավ։ Հիմա իրանք խոսալ կարողանում են, 100%-ով ամեն ինչը հասկանում են, բայց մի քիչ կոմպլեքսավորվել են, քանի որ ակցենտ ունեն, հա, դրա համար մեր հետ չեն խոսում, օրինակ տատիկիս հետ խոսում են, կեսրարիս հետ խոսում են, բայց մեր հետ ռուսերեն են խոսում, ռուսերեն են պատասխանում։ Բայց լրիվ հասկանում են ու մենք պարապում ենք հայերեն, իրանք արդեն հայերեն կարդալ գրել գիտեն, հայերենի դասատուի հետ են իրանք պարապում, խոսում հայերեն նաև։ Սոխը մաքրելու համար կան որևէ լայֆհաքեր, որպեսզի չարտասվենք։ Ճիշտն ասած, ես հիմնականում սոխը մաքրելուց սառը ջրի մոտ եմ մաքրում ու դանակը սառը ջրի մեջ եմ թռչում, բայց ես արդեն այնքան եմ սոխ մաքրել, որ իմ աչքերը սովորել են արդեն շուտ բանի չեն արտասվում։ Ես գրեթե վերջացնում եմ լոլիկի կտրատման գործընթացը, կա նոր հանձնարարություն ինձ համար, թե ոչ։ Կանաչին կարող եք կտրատել եւ կարմիր սոխը։ Կարմիր սոխը, բայց կարծես թե դուք եք կտրատում այստեղ։ Ես մաքրում եմ, որ դուք կտրատեք։ Շնորհակալություն։ Տանը նույնպես այդպիսի փողզիջումներ կան, ամուսինը ձեզ օգնում է, դուք ամուսնուն եք օգնում, թե աշխատանքը հստակ տարանջատված է, բոլորը գիտեն, թե ով ինչ պետք է անի։ Ճիշտ ասած, իմ ամուսինը կլասիկ հայ տղամարդ է։ Բայց իսկ ինչ ասել է կլասիկ հայ տղամարդ։ Որ ինքը աշխատանքի մարդ ավելի շատ, տանը ինչ որ օգնել երեխաների հետ, թե խոհանոցում, ինքը ընդհանրապես չի օգնում, ինքը աշխատում է, ինքը լավ պապա է, լավ ամուսին է։ Ով է ձեր տանը ավելի խիստ, դուք թե ձեր ամուսինը երեխաների հանդեպ։ Ես եմ խիստ, ես մեր տան կախարդն եմ, իսկ ամուսինը բարի հայրիկը։ Եր կարգ ու կանոն է տիրում այս պահին ձեր խոհանոցում, հասցրեցինք ամենը հավաքել, ինչը որ մեզ խանգարում էր եւ շարունակում ենք մեր պատրաստման գործընթացը։ Ինչ ենք անում։
Հիմա պետք է կտրեմ կարտոֆիլը, գլուխ սոխը, լոլիկը ու շարքերով դասավորենք ձկան հետ, համեմենք ու կմնա մենակ եփել։ Էթերի գաղտնիք չէ, որ բոլոր բլոգերները իրենց գումարը վաստակում են գովազդներից։ Այո։ Շարքային քաղաքացու համար էթերին դիմել որպես գովազդի մասնագետ թանկ հաճույք է, թե ոչ։ Բավականին թանկ։ Կարող եք նշել գումարի չափ, թե դա կոմերցիոն գաղտնիք է։ Չէ, в принципе, կոմերցիոն գաղտնիք չի, դրամով թե ռուսականով։ Ասեք ռուսականով վերածենք դրամի։ Մոտավորապես գովազդ ստորիում արժի 60,000 ռուբլուց սկսած։ 300,000 դրամ։ Համարյա, եթե չեմ սխալվում, ճիշտ եմ, կոմս։ Այո, ասում է նա, որ ճիշտ եմ։ 300,000 դրամ մեկ ստորիի արժեքը։ Սերիա ստորի։ Քանի ստորին է դա իրեն։ 4-ից 5։ 4-ից 5 ստորին արժե 300,000 դրամ։ Եվ ինչպես հասկանում եմ, ու այդ ամեն ինչ անցնում է հարկայինով։ То есть ես օֆիցիալ եմ աշխատում, լրիվ պապանձվել եմ իհարկե այդ թիվը լսելուց հետո եւ գովազդների պակաս չունեք կարծում եմ, չէ՞։ Չէ, իմ մոտ 2 ամիս առաջ արդեն գրանցում է։ Հիմա օրինակ ապրիլի-մայիսի համար ես ազատ տեղ չունեմ։ Բայց ես ամեն ինչ չեմ գովազդում, ես գովազդում եմ միայն ես սկզբից ինձ ուղարկում են ապրանքը, ես փորձարկում եմ, եթե դա կոսմետիկա է օգտագործում եմ, եթե տեխնիկայի նույն ձև օգտագործում եմ ու եթե իմ դուրը գալիս է, մենակ դրանից հետո իրանք արդեն վճարում են ու ես գովազդում եմ։ Ուղղակի այնքան որ գումար աշխատելու համար ես ոչ մի բան չեմ վերցնում գովազդելու։ Միայն ստուգելուց, փորձելուց հետո, որովհետև իմ համար իմ աուդիտորիայի վստահությունը շատ կարևոր է ու ես չեմ ուզում, որ այդ վստահությունը չարաշահեմ։ Հետաքրքիր է, իհարկե, զարմանալի է նույնիսկ։ Իսկ կա ապրանքատեսակ, որ կատեգորիկ չեք գովազդում, չգիտեմ, ենթադրենք, օրինակ եմ ասում, խմելու ջուր հնարավոր չէ տեսնել էթերի Սնխչյանի մոտ։ Իմ մոտ հնարավոր չի տեսնել հարևան երկրի եւ մյուս հարևան երկրի ապրանքանիշներ, ընդհանրապես չնայած իրանք շատ հայտնի են Ռուսաստանում ու շատ առաջարկներ կան, բայց նույնիսկ ձեզ հարևան երկրի ներկայացուցիչները առաջարկներ են անում։ Իհարկե։ Բայց ինչ որ միջնորդավորված թե ուղիղ ձևով։ Դե արդեն միջնորդավորված ձևով է այդ առաջարկությունները, հիմնականում տեքստիլի հետ կապված եւ այլն։ Բայց իմ համար այդ կատեգորիկ պոզիցիա է, որ ես չեմ վերցնելու։ Իդեպ վերաբերմունքը ինչպիսին է, այստեղ բախվում եք նրանց հետ, թե ոչ։ Ընդհանրապես մենք շփվում ենք նրանց հետ ու ես կարող եմ ասեմ, որ բատասկ չկա, երևի թե ավելի ճիշտ վատ մարդիկ կան այդ ազգի մեջ ու նաև լավ մարդիկ կան ու ես լիքը ծանոթներ ունեմ հարևան պետությունից, բժիշկներ, որոնք որ ասենք գիշերվա ցանկացած ժամին զանգես ասես ինձ պետք է քո օգնությունը, իրանք կհասնեն, կօգնեն, կընդունեն, то есть մարդկային առումով ես 24 տարվա ինչ շփվում ենք իրանց հետ ստեղ, ոչ մի անգամ ինչ որ խնդիր ու թշնամական բան չի եղել։ Ու նույնիսկ պատերազմի ժամանակ ես ունեմ հետևորդներ այնտեղից կամ այդ ազգից, չգիտեմ իրանք այնտեղից են թե չէ, բայց այդ ազգի ու իրանք ինձ միայն լավ բաներ են գրել։ Ոչ մի անգամ ոչ մի հայկական բաներ չեն գրել, իրանք գրում էին, որ իրանք են նույն ձև ցավում են, որ իրանք մեղավոր չեն, որ կառավարությունը տենց է անում, այո։ Խոսենք նաև ձեր ազգանվան մասին։ Էթերի Սնխչյան։ Որտեղից է գալիս ձեր ազգանունը։ Իմ պապիկի պապիկները եկել են Էրզրումից։ Ինքը իմ պապիկի պապան եղել է Սարգիս անունով Սնխչի։ Ու դրանից մեր ազգանունը սկսվում է դրանից։ Հետաքրքիր է։ Ու աշխարհում շատ քիչ են Սնխչյանները։ Եթե կան Սնխչյաններ, ապա բարեկամներ են բոլորը։ Դե իրանք Էրզրումից որ եկել են 2 եղբայր։ Մի եղբայրը եկել է Ջավախք Բոգդանովկայի շրջան Ջիգրաշեն գյուղ, իսկ մյուս եղբայրը գնացել է Վրաստան Ծալկայի Նարդևան գյուղ։ Ու հիմա ոնց որ 2 եղբոր հետնորդերն եք, բայց մենք գիտենք, որ իրար լացացրեցի ձեզ։ Դավիթ, ինչ է կատարվում ինձ հետ, խնդրում եմ նշիր։ Սա որտեղի սոխն է, ինչու է սա այսպես ինձ լացացնում։ Ղրիմի։ Ղրիմի սոխն է։
Կխնդրեմ մի պահ դադարեցնել նկարահանումը, որովհետև իրոք այլևս Ես ասեցի նկի պատմությունից եք լացում։ Չէ, անկեղծ ասած չէ։ Անձեռոցիկը Սոխից եմ լացում, ես հիմա կլվացվեմ եւ կգամ կմիանանք մեր հերոստատիտողներին, մի պահ դադարեցնենք նկարահանումը, հասցնեմ կտրատել գոնե մինչև վերջ, հետո նոր կշարունակենք, համաձայն եք։ Լավ։ Ներողություն եմ խնդրում, իհարկե պատմություն էիք պատմում Սնխչյանների հետ կապված, բայց էլ չէի տեսնում ուղղակի դիմացած վերջը ինչ եղավ Սարգիս պապիկի հետ։ Դե իրանք երկու եղբայր են եղել, մի եղբայրը եկել է Ջավախքի Նինոցմինդայա հիմա կոչվում, այն ժամանակ Բագդանովկայա կոչվում, Բագդանովկայի շրջանի Ջիգրաշեն գյուղ, իսկ մյուս եղբայրը գնացել է Ծալկայի Նարդևան գյուղ։ Բայց մենք գիտենք, որ Սնխչյանները կամ Ջիգրաշենից են, կամ Ծալկայից են։ Բարձա։ Լավ, այսքանն էլ լացեմ ու կամ վերադառնամ, միանամ ձեզ։ Լավ եմ կտրատում։ Շատ։ Հա։ Ես վերադարձա արդեն։ Ղրիմյան սոխը ինձ իհարկե բավականին շատ հասցրեց լացացնել, բայց ես տեղյակ եմ, որ Մոսկվան արդյունքներին չի հավատում դրա համար, սա ուղղակի էսպես տեղափոխում եմ եւ շարունակում ենք մեր զրույցը։ Էթերի կադրից դուրս նշեցիք, որ բնակարան եք գնել Երևանում։ Այո։ Որքան ժամանակ առաջ էր դա։ 3 տարի առաջ են գնել, բայց թղթերը ստացել ենք 20 օր առաջ։ Շնորհավորում եմ ձեզ։ Շնորհակալություն։ Կարելի է ենթադրել, որ բնակարանը գնել եք, որովհետև արդեն Հայաստան տեղափոխվելու նախադրյալներ կան։ Ճիշտն ասած, մենք բնակարան միշտ երազել ենք ունենանք հայրենիքում, որովհետև ես Վրաստանում եմ ծնվել մեծացել գյուղում։ Երևանում միշտ հյուրի կարգավիճակում եմ եղել ու իմ համար միշտ երազանք է եղել, որ մենք Երևանում բնակարան ունենանք ու սկզբից մտածում էինք թեկուզ 40 մետր այնքան որ գնանք հյուրանոց չգնանք, բայց հետո այս ամեն ինչը որ Ռուսաստանում սկսեց խառնվեց, որոշեցինք, որ ավելի լավ է այն չափի բնակարան վերցնենք, որ եթե հանկարծ տեղափոխվենք Հայաստան, բոլորս տեղավորվենք։ Դրա համար գնել ենք մեծ բնակարան, դե Աստված առաջ հետո կտեսնենք կյանքը ինչ ցույց կտա։ Այսինքն այս պահին տեղափոխվելու որևէ ցանկություն կամ նախապայմաններ չկան։ Ճիշտն ասած ոչ, որովհետև մենք արդեն սովոր ենք այստեղ ապրելուն, մեր ընկերությունը, շրջապատը բոլորը այստեղ են մեր կողքին են, բարեկամությունը, հարազատությունը Դրա համար ես հայրենիքը շատ եմ սիրում, անչափ, բայց կապող մարդիկ, սենց ասած, չկա այնտեղ։ Հետաքրքիր է։ Կներկայացնեք ինչ փուլի ենք հասել, կապված սննդի։ Բանջարեղենները կտրատել ենք, հիմա պետքա կաթսայի մեջ արդեն շերտավոր դնենք։ Դե անցնենք գործի։ Ինչից ենք սկսելու։ Սկզբից սոխ ու լոլիկը կդնենք։ Կարող եք արդեն տեղափոխել։ Էթերի իսկ ո՞րն է ձեր ամենասիրելի հայկական ուտեստը։ Թփով տոլման։ Դուք լավ եք այն պատրաստում։ Այո։ Ինչ են ասում ձեր ընտանիքի անդամները։ Ոչ միայն ընտանիքի անդամները, ճիշտն ասած, ես հայկական ուտեստները շատ լավ եմ պատրաստում, որովհետև փոքրուց դուք իմ տատիկին տեսաք։ Այո։ Իմ մաման միշտ աշխատել է հիվանդանոցում ու ես մեծացել եմ, մենք մեծացել ենք տատիկիս հետ, ոնց որ տատիկիս հետ ենք ամբողջ օրը տանը եղել։ Իմ տատիկը շատ համով ձեռք ունի, ինքը շատ համով ամեն ինչը պատրաստում ու ես իմ ուտելիքներ պատրաստելու սերը, ձեռագիրը, սենց ասած, տնավարի բոլ տատիկից եմ վերցրել ու ես պատրաստում եմ ամեն ինչը ոնց որ տատիկս է պատրաստել փոքր ժամանակ։ Հիմա սա տատիկի բաղադրատոմսով է այս ուտեստը։ Այո, ուղղակի տատիկս սա պատրաստում էր ռյաբուշկա ձուկներ դնում Թափարվան գետի։ Թափարվան գետի, դա որտեղ է գտնվում։ Վրաստանում մեր գյուղում, Ջիգրաշեն գյուղում։ Ջիգրաշեն գյուղում։ Ովքեր մնացին Ջիգրաշեն գյուղում ձեր տեղափոխվելուց հետո։ Ջիգրաշեն գյուղում պապիկիս գերեզմանն է ճիշտն ասած, մենակ բարեկամներ չկա։ Բագդանովկայում շրջկենտրոնում են մնացել երկու հորաքույրներս, հորաքրոջս աղջիկը ու վсё։ Պարզ է։ Մնացած բարեկամները կամ տեղափոխվել են Երևան, կամ ապրում են Մոսկվայում։ Էթերի մենք ունենք եթերային արդեն քիչ ժամանակ, մոտավորապես 3-4 րոպե։ Մենք այս ընթացքում կխնդրեմ մի պահ դադարեցնենք նկարահանումը, մեր հեռուստադիտողներին արդեն ցույց տանք, թե ինչպես է այս խաշլամա ասացիք, չէ՞։ Այո։ Եփվում, որից հետո արդեն կանցնենք մեր համտեսման փուլին։ Ինչ ենք անում, ավելացնում ենք նաև։ Ավելանում ենք պղպեղները, աղը,
Որքան աղ է անհրաժեշտ ձկանը, առհասարակ շատ աղ են անում, չէ։ Ճիշտն ասած, ես մի ձկանը մեկ ստալովա է, չէ։ Մեկ ճաշի գթալ, մեկ ճաշի գթալ եմ ավելացնում հիմնականում։ Այս անգամ մի քիչ աչքաչափով ստացվեց։ Իդեպ աղցանի համար ոչինչ այլևս անհրաժեշտ չէ, աղ, պղպեղ, ձեթ։ Ձիթապտղի յուղ։ Ձիթապտղի ձեթ, առանց աղի եւ առանց Չէ, աղը անպայման կավելացնենք։ Առանց աղ ոնց կարա լինի։ Շարունակենք համեմել ձուկը։ Կրկին եւս մեկ շերտ է ավելանում, սոխի բոլորը պետք է հերթով նույն հերթականությամբ անել, թե փոփոխում եք։ Ճիշտն ասած, ես տենց կարևորություն չեմ տալիս այդ պահին։ Ինչպես ստացվում է, հիմա ամուսինս որ անում է, ինքը հենց շերտ է անում։ Իդեպ որևէ բան պատրաստելիս դուք բաղադրատոմսից հստակ օգտվում եք, ենթադրենք պետք է 100 գրամ կարակ, 25 գրամ աղ, թե անում եք ամեն ինչը աչքաչափով։ Եթե ես բաղադրատոմս եմ նկարում բլոգի համար, ամեն ինչը անում եմ հենց բաղադրատոմսերով ստրոգը։ Խստապահանջ, խիստ կերպով։ Իսկ եթե ես տան համար եմ պատրաստվում, ամեն ինչը աչքաչափով։ Իսկ որտեղից եք օգտվում էթերի։ Տարբեր տեղերի ճիշտն ասած, ես հիմնականում նայում եմ արտասահմանյան բլոգների, մանավանդ ինչը կապված է առողջ սնունդի հետ։ Ես իմիջայլոց 3.5 ամսում նիհարել եմ 20 կիլոգրամ առողջ սնվելով միայն։ Որքան, նորից այս ամենը։ 3.5 ամսում 20 կիլոգրամ նիհարել եմ առողջ սնվելով։ Ինչն էր գաղտնիքը, ինչն էիք սկսել բացառել, որը հասկացաք, որ օգնում է ճարպերը այրելուն։ Թխվածքը։ Այսինքն ալյուրը, շաքարավազը ինչն է հիմնականում։ Ալյուրը շաքարավազը, բայց հիմնականում ասենք ես քաշը հավաքել էի թխվածք ուտելով, ոչ թե շատ էի ուտում դրա համար էի չաղացա, այլ հենց թխվածք էի։ Ես կարող էի ամբողջ օրը մենակ թխվածք ուտեմ, ոչ մի նորմալ բան։ Իսկ հետո որ արդեն սկսեցի թխվածքը հանեցի ու սկսեցի օրը 3 անգամ սնվել ու առողջ սնունդով, ավտոմատ ոնց որ քաշս Չկա հնարավորություն շաքարավազն ու ալյուրը փոխարինել այլ բաղադրիչներով, որովհետև հիմա բավականին շատ են, չէ՞։ Էկո շաքարավազներ, էկո ալյուրներ։ Ճիշտն ասած, այդ ամեն ինչը ցանկացած դեպքում այդքան է առողջ չի, նույն պրոտեինով, նույն ֆրուկտոզայով սնունդները, որի վրա գրած է без сахара, ֆակտիչիսկի շաքարը կա, ուղղակի սպիտակ շաքարը չի։ Դրա համար ես նախընտրում եմ, ասենք հիմա եթե ես ուզում եմ մի կտոր թխվածք ուտեմ, ես նախընտրում եմ մի կտոր իմ սովորած փոքրուց մանկուց համին հոտին թխվածք ուտեմ կամ կես կտոր, քան թե ասենք առնեմ խանութի պրոտեինով կամ ոչ շաքարով, այսպես ասած, թխվածքը ուտեմ մտածելով, որ դա ինձ օգուտ է։ Էթերի ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ հաղորդումը եթեր գնալուց անմիջապես հետո կարող եք մուտք գործել «Չէին սպասում» կետեմ կայք, որտեղ տեղադրված են մեր բոլոր հաղորդումները, եթեր գնալուց հետո ձեր հաղորդումը նույնպես այնտեղ տեղադրված կլինի, կամ կարող եք մեզ հետևել մեր Facebook-յան, Instagram-յան, TikTok-յան եւ Telegram-յան ու YouTube-յան հարթակներում, որտեղ նույնպես տեղադրված են մեր բոլոր հաղորդումները։ Շնորհակալություն անպայման հետևորդներիս է կփոխանցեմ, որովհետեւ իրանք անհամբեր սպասում են։ Մոսկվայում նույնպես սիրում են «Չէին սպասում» եւ քաղցած սպասում են հաղորդումները։ Ճիշտ հասկացա։ Ինձ թվում է, այո։ Հայերը ամեն ինչն է սիրում են, ինչը կապված է հայրենիքի հետ։ Մեզ մնաց ավելացնել տոմատը։ Եվ ավելացնել 1 բաժակ ջուր։ Շատ քիչ ջուր ենք ավելացնում, որ ինքը հիմնականում բանջարեղենների հյութով շոկ է խաշվի, այսպես ասած։ Դե բարին ընդ մեզ եւ բարին ընդ ձեզ։ Ոչինչ այլևս չի մնում, միայն սա տեղափոխել կրակի վրա։ Ճիշտ է։ Այո։ Դե արդեն մենք կարծում եմ կմիանանք մեր հեռուստադիտողներին սեղանի շուրջ։ Ինչքան է մոտավորապես տեղ։ Եռալուց հետո 20-ից 22 րոպե մաքսիմում։ 20-ից 22 րոպե։ Բայց այդ ոնց եք տենց նիհարել միանգամից 20 առողջ սնվելով։ Առողջ սնվելով։ На самом деле ամեն ինչ շատ պարզ է։ Ուղղակի եթե ես վերցնում եմ ասենք ափսեն ու ափսեի մեջ հավաքում եմ իմ այդ անգամվա ուտելու
սնունդը։ Կալորիաներ եք հաշվում։ Կալորիաներ ընդհանրապես չեմ հաշվում, տենց բացի թխվածքից ու հացից ոչ մի սնունդ չկա, որից հրաժարվել եմ, նույնիսկ հացը ես իմ համար հատուկ հաց եմ թխում տարբեր։ Բայց այսօր չեք թխելու մեր համար հաց։ Էդի համով հաց չի այդքան։ Հա, լավ։ Բայց ձուկը համով է չէ լինելու։ Հույսով եմ, այո։ Պայմանավորվեցին։ Ու որ արդեն առողջ մթերքներ ես ընտրում ափսեիդ մեջ ու դու գիտես որ օրը 3 անգամ էտա քո կերածը պետք է ափսեիդ մեջ հավաքես ինչ պետք է արդեն շատ հեշտ է լինում որովհետև արդեն ասենք ինչ որ վնասակար մթերքին նայելուց դու մտածում ես այդ քեզ պետք է թե չէ որովհետև պետք է քո ափսեն կլրացնի բայց քո օրգանիզմը դրանից օգուտ չի ստանա Եվ այսպես մենք արդեն սեղանի շուրջ ենք եթերի, մեզ է միացել ձեր տատիկը, ավակ եթերին, շնորհակալություն ձեր ներկայությամբ մեզ պատվելու համար, ամեն ինչ գեր շքեղ է, հրաշալի ուղակի եւ հիմա ժամանակն է, որպեսզի դուք անվանակոչեք այն ուտեստը, որը պատրաստել եք։ Անշիրեք։ Շնորհակալություն, անվանակոչեք խնդրեմ եթերի։ Ձուկը տատիկի ձևով։ Ձուկը տատիկի ձևով։ Դա։ Դե, մեզ բարի ախորժակ։ Տաճան վերցու։ Շնորհակալություն եւ բարի ախորժակ։ Գինի խմե տաճան։ Կումը։ Անցնենք փորձելուն։ Թույլ տվեք ձեզ հյուրասիրել ձեր իսկ պատրաստածը։ Կարտոֆիլ, ձուկ, որն եք նախընտրում։ Դուք որն եք նախընտրում եթերի։ Ձուկը թե կարտոֆիլը։ Կարտոֆիլը, քանի որ մենք ջավախքից ենք, մենք նախընտրում ենք կարտոֆիլը, որովհետև ջավախքում կարտոֆիլից բացի ոչ մի բան չի աճում։ Ես կնախընտրեմ ձուկը, ճիշտն ասած։ Կարող է դուք Սևանից եք։ Ոչ, ես Երևանից եմ։ Հա, տաճան։ Ձեզ հյուրասիրեմ թե ոչ։ Չէ, տատիկս ասում է, ես տաք ձուկ չեմ սիրում, դրա համար հետո կուտեմ։ Շատ լավ, իսկ ձեզ չեմ հյուրասիրում։ Չէ, շնորհակալություն։ Դուք չեք ուտում, ինչու գիտեք ինչպես է պատրաստված, գաղտնիքներ գիտեք ձկան մասին։ Չէ, ուղղակի իմ ժամը չի դեռ։ Եվ այսպես Դորադո տեսակի ձուկ էր, ճիշտ է։ Այո։ Հրաշալի, ամեն ինչ տեղում է, համեմունքները, աղը, շնորհակալություն եթերի։ Ձեզ շնորհակալություն, կրկին համեցեք։ Շնորհակալ եմ, իրոք որ ամեն ինչ հրաշալի է, մեզ բարի ախորժակ։ Բարի ախորժակ։ Ընտիր։ Անուշ լինի։ Համարյա Սևանի իշխան, համարյա, իհարկե Սևանի իշխանը շատ ավելի լավն է։ Իհարկե, հայրենիքի համն հոտը ուրիշ է։ Այո, բայց ձուկը շատ համով ստացվեց։ Բայց աղցանի մասին բան չասեցիք, լավ էր, վատ էր, սիրուն չէր։ Եթե հայ տղայի ձեռները կպել այդ աղցանին, կարող է ինքը անհամ լինի։ Իհարկե։ Չի կարող։ Չէ, լավ։ Որովհետև հայ տղամարդիկ շատ լավ խոհարարներ են։ Լավ, համոզեցիք։ Okay։ Մի քիչ փշոտ է իհարկե ձուկը։ Էթերի շնորհակալություն ինֆորմատիվ զրույցի համար, շնորհակալություն ինձ աղցանը վստահելու համար, ինչպես նաև շնորհակալություն հրաշալի, արդեն կարելի է ասել ճաշի համար, որովհետև ժամը ճաշի ժամ է։ Շնորհակալություն էթերի, մինչ նոր հանդիպում։ Անուշ լինի, կրկին համեցեք, շատ հաճելի էր։ Լավ մնացեք, ցտեսություն։ Սիրելի հայրենակիցներ, կապ չունի թե մենք աշխարհի որ անկյունում ենք ապրում, ես ձեր բոլորիդ մաղթում եմ հաջողություն, թող Աստված ձեզ պահապան լինի եւ պահապան լինի մեր սիրելի հայրենիքին Հայաստանին։ Я не сладкий совсем, я созрел для решений. Притворяться устал от таких отношений. Натуральный во всем, и таким будет ужин. Я добавлю его, он для этого нужен. Кетч, 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 кетч. Женщина, слушай, мужику нужен настоящий ужин. Arabica cappuccino. Enjoy rich and creamy foam with choco granule. Arabica cappuccino. Authentic cafe experience anytime, anywhere.
շիրակավյա, հարմարավետություն, հուսալիություն և ջերմ մթնոլորտ յուրաքանչյուր չվերթի ժամանակ։ Բարձրակարգ եւ հատընտիր ձավարեղեն Մարանի գիծ, որը անկրկնելի կդարձնի ցանկացած ճաշատեսակ, փոխանցելով դրան յուրահատուկ համ, դառնալով անփոխարինելի բաղադրիչ ձեր խոհանոցում։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Мараник. Система «Органик Контроль» подтверждает безупречную природную чистоту масла «Слобода». «Слобода Органик Контроль» – проверенное качество природного продукта.